Փլված այս տան փոքրիկ մի սենյակում է առանձնացել Անդրանիկ Սահակյանը, ուր ընդամենը մեկ վառարան ու մահճակալ կա։ Արդեն 6-րդ օրն է գրեթե անգիտակից վիճակում պառկած է։ Սկզբում հարևաններն ու ընկերները կարծել են, թե մրսել է ու հիվանդացել, բայց մի քանի օր հետո, երբ նրա առողջական վիճակը ավելի է վատացել, տարել են հիվանդանոց ու համապատասխան բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա մոտ ստամոքսային վտանգավոր հիվանդություն կա։ Այսօր արդեն նա հազիվ էր կարողանում խոսել։ Խոսքը առաջացել, ցավցնեկը չիտոնի գիգները հագիստ քնեն չեմ կրա, դերես շարժելին կայնի դուս կամ չեմ կրա, աշխատանքի չունեմ, սպես թոշակարը չեմ, մենակ վարդ եմ, Քրիստան ջերով ես Հարևաններն ու ընկերներն ասում են, թե բժիշկները խորհուրդ են տվել շտապ վիրահատել հիվանդին։ Հակառակ դեպքում նրա կյանքին վտանգ է սպառնում։ Բժշկական ծառայությունների ցանկում կարդացել են, որ վիրահատության համար պահանջվում է 200,000 դրամ, բայց հիվանդը վճարունակ չէ, նա եկամուտ չունի, թոշակու նպաստ չի ստանում, ասում է առողջական վիճակն ընդհանրապես չի ներում, որ աշխատի ու հոգա իր բժշկական ծախսերը։ Օգնություն կտրեմ ես, ուժեմ օգնեմ, հարևանները կան դուրը կպացեմ նայեն վիճակս որ սաղեմ թե սաղ չեմ դեդելի վիճակս պես գազգորս Անդրանիկ Սահակյանի խնամում են հարևանները, ովքեր ներկայացնում են, թե պայմաններն այստեղ իրոք ահավոր են, անհրապույր սենյակում նույնիսկ էլեկտրաէներգիա չկա, իսկ ցրտի ու խոնավության պայմաններում հիվանդը դժվար թե առողջանա։ Վիճակը շատ վատ է, իրան պետք է օգնել։ Ի վիճակի չէ հիվանդանոց էր տլու անպայման սենք վճար է։ Ընդեղը ինքը գումար չունի որ վճարը հեշտա բուժման։ Հիվանդանոցը պետք է թե վիճակ չունի, ոչ է փող ունի, գումար ունի, հիմա պայմաններն են բես որ կողքից մեկ կուկանք պետք է բերենք տան կբերենք որ վառը յոլա այստեղս մարդը չվախճանվի։ Իր ժամանակի չունի։ Շիրակի մարզի առողջապահության վարչությունն այսօր ծանոթացավ այս խնդրին։ Վարչության պետն անձամբ տեղեկացավ, թե ինչպիսի առողջական խնդիրներ ունի Անդրանիկ Սահակյանն ու նշեց, եթե հիվանդին շտապ բուժում կամ վիրահատություն է անհրաժեշտ, ապա կառույցը կընդառաջի եւ պետպատվերի շրջանակներում կկազմակերպի նրա բուժումը։ Միայն թե պետք է դիմել առողջապահության վարչություն։ Սամվել Ղազարյանը խոստացավ նաեւ բժիշկ ուղարկել հիվանդի բնակարան։ Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։